Շարունակելով մեր զրույցը սկսենք Սյունիքի միջանցքից օգոստոսի 8-ին Ամերիկայի Միացյալ Նահանգներում գրված այս կեղծ կապիտուլյացիային, որտեղ ասում է, որ այսպես կոչված թուրք քոչվորականները, երկրորդ քոչվորները պետք է Հայաստանի 3 մասով գնան Նախիջևան եւ Թուրքիա, որտեղ Հայաստանը մեղրիով տալիս է 40 կիլոմետր երկարություն եւ 6 կիլոմետր լայնությամբ տարած, որտեղ հայերը չպետք է լինեն անխոչնդոտ, թուրքերը պետք է անցնեն։ Ըստ այդ գրած պայմանագրի, ըստ արդարության ճշմարտության տեսակետից, ապա նույն ձևի Հայաստանը Երևանից մինչև Մեղրիպ պարտադիր պետք է 200 քանի կիլոմետր երկարությամբ ու 6 կիլոմետր լայնությամբ տարածքով ու այնտեղ ադրբեջանցի չպետք է տեսնի։ Նույն ձևի Մեղրիից դեպի Ադրբեջանի մյուս տարածքով դեպի Ռուսաստան, Դաղստան 500 քանի կիլոմետր երկարությամբ, 6 կիլոմետր երկարությամբ նույն ձևի Հայաստանից Մեղրիից պարտադիր պետք է նույն ձևով գնան առաջ Ադրբեջանցու հանդիպելու, բայց չկա այդ օգոստոսի 8-ի սահմանադրության գրած հռչակագրում այդպիսի նորություն չկա, այսինքն ոնց որ Նիկոլը խաբեց նոյեմբերի 9-ի 20 թվականի նոյեմբերի 9-ի կապիտուլյացիա ստորագրելով 9 կետանոց, որտեղ մենակ 9 կետով են իրան ասում այդ թուրք Նիկոլ Ադրբեջանին 3 տեղից Հայաստանի տարածքով ճանապարհ տուր դեպի Թուրքիա եւ Նախիջևան, նույնն էլ այդ օգոստոսի 8-ի պայմանագրում դեպի քանի կետ կա չգիտեմ, որը Ալիևին Թուրքիային դերատալի այդ կետը օգտագործել, մնացածը չեն օգտագործի ու իրենց տարածքով իրենք հայերին կմորցեն, կսպանեն եւ որ թույլ չեն տա գնան։ Այս խաբությունը, ստախոսությունը մի հավատացեք, Նիկոլը թուրք է, ոնց որ նոյեմբերի 9-ին նա խաբել, նույնն էլ օգոստոսի 8-ին կխաբի, երկրորդ այսպես կոչված եկեղեցին պետության գործերին չի խառնվում։ Նիկոլը լինելով այսպես կոչված վարչակարգի պետական դատարկ ղեկավար աթոռոց բարեսնոր կեղտոտոր պարտադիր պետք է ունենա պետական ծախսով ամուսնություն։ Եթե ինքը չունի դա, նա իրավունք չունի վարչակարգի պետական ղեկավար դատարկ աթոռոց զբաղեցնի կեղտոտի, պետք է նա քիմաքորման տաս եւ որևէ մարդու նշանակես, որը ունի տնտեսագետի պաշտոն եւ չի աշխատել այսպես կոչված պետական սիստեմում, իսկ հայ առաքելական եկեղեցու պետք է դերները հեռու մնա, որտեղ դու այդ իրավունքը չունես, այ հանցակոծ դավաճան, եթե դու պետականորեն ամուսնացած չես, փողոցային հետ ով դոմփել քո կնոջ հետ երեխեքը որտեղից են, դու անամոթի նման մեղադրում ես վեհապար